Պարոն Եղիազարյան, նախ խնդրեմ որպես քաղաքացի նշեք, թե ինչքան եք շարունակում պայքարել, ինչքան է այն տևելու եւ ինչ կանխատեսումներ ունեք դուք։ 7 տարի։ Ինչքան է տևելու այնքան, մինչև շունչս փչի։ Ես պայքարելու եմ իմ հայրենիքիս համար։ Բաց ասում եմ, ոչ անհատների համար, իմ հայրենիքի, իմ հավատքի, իմ 15 թվականի 1915-ի Քրիստոսի ծնունդից ապրիլի 24-ի նահատակված զոհերի հայ ազգի պայքարելու եմ եկեղեցուս համար, պայքարելու եմ Հայաստան աշխարհիս համար, պայքարելու եմ քո համար հիասքանչ աղջիկ, որ դու երջանիկ լինես այս երկրում, որ սերն ու երջանկությունը փաթաթված լինի քեզ, պայքարելու եմ իմ երեխեքի համար, իմ թոռների, իմ համար տարբերություն չկա ում երեխեն ա, ում թոռն ա, իմն ա, իմը ասելով ես հասկանում եմ ամեն հային, իր շարունակությունը ասեմ, պոռնիկացիների բոհմակը մտքներով չանցնի, որ հանգարց փորձեն այս ազգի վրա, այս հավատքի վրա ձեռ բարձրացնեն։ Ես պարզապես ուզում եմ ժողովրդից ասել ոտքի, եթե դուք ուզում եք հայ մնալ, մարդ մնալ, մի վախեցեք այս վիժվածքներից, սրանք վիժվածք են, աշխարհի ամենամեծ թույլի բացությունը, որի վրա շռել են, մի վախեցեք այդ տականքից, մի վախեցեք, ձեր դեմը տղամարդ չի, ձեր դեմը մի հատ ոչնչություն է, որի դեմ պետք է կանգնենք կամ մահ կամ հաղթանակ, թող լավ իմանա, մտներով չանցնի, այս արդարադատության բռնաբարողները թող լավ իմանան, իրանց մասկեքն էլ չի փրկելու, սա արդեն վերջն է, ոտքի հայ ժողովուրդ, ոտքի պահենք մեր հավատքը։ Ինչու հենց այս ժամանակահատվածում սկսեցին թիրախավորել եկեղեցին, արդյոք սա նախընտրական քարոզարշավ չէ։ Սա նախընտրական քարոզարշավ կարելի է համարել, բայց սա կատարում է Էրդողանի պատվերը Ալիևի հետ միասին։ Դուք ճիշտ հասկացեք, սա պատվեր է, սա հայ չի, միած ստուգեք սրա գենը, սա ինչ ազգի ներկայացուցիչ է։ Հասկանում եք, ասա ուր գամ, գալիս եմ տականք, դու չես վախացնի 10 միլիոն հային, վիժվածք լավ իշի, գալիս եմ տեղը ասա ուր գամ հանձնվեմ գամ դեմքիտ նայեմ մի հատ վրետ թքեմ, նոր հետո տանեն բերդ, տականք, դու իմ ազգին ես ինչ օրն ես զում կցես։ Միքայել Սրբազանին կկալանավորեն։ Եթե գնա 1000%-ով։ Սա այս երկրում չկա արդարադատություն, այս երկրում արդարադատությունը բռնաբարված է։ Հասկանում եք։ Մինչև այդ պետք է օրենք անեին, որպեսզի այս երկիրը արդար լիներ, ով որ բռնաբարում է արդարադատությունը, ամենախիստ հոդվածով։ Հոդվածը պետք է այնքան բաներ, ինչպես բռնաբարության հոդվածը 5 անգամ վերև։ Այ դրանով։ Իսկ այս վիժված անարդարություն, թալանչիություն, էլ ինչ ասեմ, շարունակությունը չգիտեմ այնքան երկար է, որ երևի բառապաշարիս մեջ այդքան բառեր չգտնեմ։